Այսօր Հայաստանը կանգնած է իր նորագույն պատմության ամենավտանգավոր, ամենաճակատագրական պահերից մեկի աղետի և վերածննդի ճամփաբաժնին։ Մենք, ինչպես և ողջ մարդկությունը, վերապրում ենք ոչ միայն տարածքային ու անվտանգային ճգնաժամերը, այլ նախևառաջ ինքնության տագնապ, կապված հարյուրամյակները մեկ տեղի ունեցող քաղաքակրթական և աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերի հետ։ Այնինչ տեղի է ունենում, դա ընդամենը պատերազմի մարտադաշտում կրած պարտության հետևանքը չէ, այլ տարիներ շարունակ քաղաքական տեսլականի բացակայության, իդեալների կորստի հետևանքն է։ Մեր ազգի համար աղետը հաստատապես պատերազմում պարտությունը չէ։ Աղետը Սասնա ծռերի ժառանգների բասկի վրա դրոշմված խաչ պատերազմինի մթագնելն է։ Այս խորհրդանիշը հավատի, արդարության և պայքարի նշանն է։ Խաչը ոչ միայն կրոնական, այլ առհասարակ բարոյական կամ հոգևոր պայքարի սիմվոլն է։ Պայքար հանուն բարձր արժեքների, որը ճակատագրական պահերին լուսավորում է ճանապարհը։ Դա այն նշանն է, որը հիշեցնում է առաքելության կամ գոյության իմաստի մասին։ Այս խորհրդանիշը մեր դիմադրողականության գաղտնիքն է։ Հենց այս վերպատմական, հավերժական արժեքներին հավատարմությունն է, որ թույլ է տվել հայ ժողովրդին անցնել պատմության ամենաողբերգական էջերով և հեքիաթային Փյունիկի պես վեր հառնել։ Արցախի պարագայում նույն օրինաչափությունն է, ժամանակավոր կորուստը մեզ ցավ է պատճառում, բայց այն ստիպում է վերականգնել մեր ուժն ու միասնականությունը, և հենց այդ հավատքը կվերականգնի Արցախը, մեր ժողովրդի վերածննդի խորհրդանիշը։ Մեր էպոսի Սասնա ծռերից ավելի խաղաղության ձգտող հերոսներ դժվար է պատկերացնել, բայց նույնքան դժվար է պատկերացնել նրանց առանց աջ բասկի վրա դրոշմված խաչ պատերազմինի։ Էպոսում Դավիթը նկատում է, որ իր խաչի խորհրդանիշը ինչ-որ պահի մթագնել է կամ սևացել է։ Դա մի խորհրդանշական պահ է, որը ընդգծում է նրա վերադարձը դեպի առաքելությունը և գիտակցումը, որ իր ճանապարհը կամ առաքելությունը պահանջում է նոր վերագնահատում։ Այսօր պատերազմի դաշտը նախևառաջ հոգևոր ոլորտն է դառնում, մեր ինքնության և առաքելության դաշտը։ Քաղաքական ռեժիմը, որի գործունեության պատվիրատուն թշնամի երկրներն են, փորձում է այլափոխել այդ դաշտը։ Եկեղեցին, որը դարերով եղել է հայի ինքնության ողնաշարը, այսօր հայտնվել է թիրախում։ Այս հարձակման նպատակն է զրկել հայկական եկեղեցին իր անդրազգային ցանցից և ազդեցությունից, այդ թվում Երուսաղեմում ունեցող պատմական դերից։ Իշխանությունների գործողությունները պետականության և ինքնության լուծարման հանձնաժողովի քայլեր են։ Զուրկ է որևէ ազգային տեսլականից և հոգևոր բովանդակությունից։ Եթե ներսում քանդվում են հոգևոր անվտանգության պարիսպները, ռազմաքաղաքական պարիսպների, այդ թվում պետականության մասին խոսելն ավելորդ է դառնում։ Պետականությունը ինքնանպատակ չէ, այլ պետք է լցված լինի հոգևոր մտային բովանդակությամբ։ Մեր ժողովրդի առաքելությունը, որը վերջին 1600 տարիներին կապված է եղել քրիստոնեական արժեքների ընդունման հետ, այսօր նորացման կարիք ունի։ Մենք պետք է մերժենք մեզ ընդունել որպես հարավային Կովկասի փոքր միավոր։ Մենք մերձավոր արևելքի քաղաքակրթական մասն ենք, և հենց այդտեղ ենք այսօր ձևավորում նոր գլոբալ կանոնները։ Լինելով մերձավոր արևելքի միակ քրիստոնյա ժողովուրդը, որն ունի պետականություն, ունենալով պատմական խնամատար իրավունքներ Երուսաղեմում, որի կարգավիճակը շուտով դառնալու է համաշխարհային կարևորագույն քննարկման հարց և չունենալով կայսերական անցյալ, ինչը մեզ դարձնում է ընդունելի միջքաղաքակրթական միջնորդ, հայությունը բացառիկ դերակատարության հնարավորություն է ստանալու տարածաշրջանում անվտանգային և քաղաքակրթական նոր ճարտարապետության ստեղծման գործում։ Իսկ սկսված 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը մեր նորագույն տնտեսատեխնոլոգիական առաքելությունը կապում է արհեստական բանականության վերելքի հետ։ Մենք հարավային Կովկասի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանում բարձր տեխնոլոգիական ներդրումների 70%-ն ենք ստանում և ունենք ձևավորված նորարարության էկոհամակարգ։
որը հնարավորություն է տալիս մեզ ստանձնել արհեստական բանականության տեխնոլոգիաների տարածողի դերը տարածաշրջանում։ Մեր առաքելությունն է այս նոր գիտելիքը լցնել բարոյական և մարդակենտրոն արժեքներով։ Հայրենակիցներ, դրամահավաքը գործի մասին է, ոչ միայն վերլուծելու, այլ կառուցելու, փրկելու, վերածևելու և ի վերջո վերածնունդ բերելու։ Մի կողմում աղետն է ինքնության կորուստը, պետության թուլացումը, մյուս կողմում ինքնության վերածնունդն է ազատ մտքի արտահայտումը և նորացած քաղաքական և տնտեսատեխնոլոգիական հաստատությունների ստեղծումը։ Մենք պետք է մերժենք փրկիչներ փնտրելու մոլորությունը։ Դիմադրող և սեփական արժանապատվությունը գիտակցող ազգին են հարգում և օգնության ձեռք մեկնում։ Մեր ապագան կախված է ժողովրդի կամքով, իր մասնակցությամբ, իր համախմբմամբ կայացող ընտրությունից։ Տևերի թելեթոն դրամահավաքը հենց այս գաղափարի մասին է, սկսել վերականգնել այն, ինչը շատ արագ քայքայվում է՝ հանրային վստահությունը, ազգային ինքնագիտակցությունը, հասարակության դիմադրողականությունը։ Սա ապագայի պահանջագիր է։ Միացիր այս թելեթոն դրամահավաքին և դարձիր Հայաստանի վերածննդի մի մասնիկը։ Միացիր և քո մասնակցությամբ մերժիր ինքնության քայքայումը, ամրացրու վերածնունդը։ Դավիթ, ուր ես, հիշա Մարութաբարձր Աստվածածին, հիշա զղաջ պատերազմին, ինչ վեր քո աջ թևին ու թափ տուր քեզ։